Եկի նախարար, դուք ևս Փաշինյանի ու ԽՊԻ մյուս քննադատների հետ գնացել եք Գյումրի, նախընտրական տրամադրություններ էր տիրում այնտեղ, դուք այնուամենայնիվ ղեկավարում եք մի ոլորտ, որը պետք է լինի ապաքաղաքական, բայց ձեր ներկայությունը ԽՊԻ նախընտրական ելույթների եւ այլն ուղիղ ըստ էության ազդակ եւ ոչ չի ուժաշխատողներին, նաեւ որոշակի առումով կան նաեւ արտասահմանային եւ տեխնացիների կողմից, որ ըստ էության ուժ հաստատությունների ներկայացուցիչներին հրաժարված է գնալ եւ օրինակ Գյումրիում ընտրել իրենց սարեկին։ Վայ, այդ անձինք, ովքեր որ այդ ուրեմն մտավախությունները ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ բոլոր մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին եւ չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել եւ թե Կիրակի օրն եմ գնացել Գյումրի ոչ աշխատանքային օրվա ընթացքում եւ այո մասնակցել եմ դրամահավաքին եւ կներեք նախարարը եւ կառավարությունը քաղաքական հենց մարմին են եւ չեն կարող լինել ապաքաղաքական։ Բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որևէ բան, որտեղ դրա կարիքը չկա է։ Ինչի որտեղ ձեր սարիկի ընտրելու են, հա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պիտի ներկայացնի մեր նաև քվեարկողներին, պիտի անի աշխատանք, որը անում է եւ վստահ եմ, որ այս ուրեմն կարևոր գործը ներկայացնելով եւ նաեւ ներկայացնելով թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը որոշիչ կտա ՔՊ-ին եւ Սարիկին։ Դուշինլակները մարզպետարաններից հանեցիք նախարարության ենթակայության դարձրեցիք այս ընտրություններին եւ 26 ընտրությունների ստավեր։ Տենարիկ ջան, եթե այդպես լինի, պիտի ասեք ինչու եք ապահովագրության մասին այսօր խոսում, որտեղ դա Գյումրու փառաքարի ընտրությունների հետ ինչ համատեքստ ունի։ Տեսեք, մենք ամեն օր ինչ որ մի բարեփոխում անում ենք։ Իհարկե մեր մարզերն էլ դրա շրջանակներում ունենում են որոշակի բարելավումներ եւ վստահ եմ, որ այս մարզային կենտրոնների փոխանցումն էլ առողջապահության նախարարությանը եւ շատ ավելի կարևոր կտորը կառավարման մոդելի բարեփոխումները պիտի տան իրենց արդյունքները եւ այս կենտրոնները շատ ավելի գրագետ ֆինանսատնտեսական կառավարում իրականացվի, զարգանա եւ այլն եւ այլն։